տարածվեց նորվեգական սահմոնի արգելքի մասին, որ Ռուսաստանը Հայաստանից էր պահանջել, որպեսզի չներկրենք, ավելի ճիշտ արգելում է, որպեսզի Հայաստանն էլ ներկրի։ Եթե այդպես շարունակվի այլ ապրանքատեսակների վրա էլ դա տարածվի, դա ինչ հետևանք ունենա եւ արդյոք մեզ մոտ նույնիսկ մասնագետներն են ասում բարենային խնդիր չի առաջանա։ Գիտեք, ես ուզում եմ մտածել, որ ամենայն հավանականությամբ ոչ, գիտեք ինչի ոչ, չնայած երբևիցե իմ մեկնաբանությունը այս պահին պինդ մի համարեք, եթե դուք ունեք լրիվ ազատություն, մտածել լրիվ հակառակը։ Բոլոր դեպքերում ես ձեզ ասում եմ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները իդեմս որոշակի ուժերի Ռուսաստանի Դաշնության համար դեմ պատրաստում է պատժամիջոցներ, ուրեմն եթե դուք նայել եք կայքերին, թերթերի եւ այլն ծանոթացել եք եվրոպական այդպես զարգացած բազմաթիվ երկրների տնտեսավարող սուբյեկտները չափազանց դժգոհ են այս ինստիտուտից, այսինքն պայմանավորված այդ, ասեք, պատժամիջոցներով նրանք էլ պետք է դադարեցնեն իրենց հարաբերությունները, կապերը, որ այսօր գոյություն ունի։ Հասկանում եք, Ռուսաստանի Դաշնության հետ, փաստորեն դադարել իրենց կապերը կամ գործունեությունը նշանակում է մեծ վնասներ կրել։ Սա մոտապես ես ինչի անցայեսան, սա գրեթե նույն բան է, հիմա ազդեցության կտրվածքով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ռուսական ազդեցության ներքո։ Բնականաբար Ռուսաստանը չի թույլ տա երբեք, ես ուզում եմ համոզված լինել, երբեք չի թույլ տա, որ Հայաստանի Հանրապետությունում քաղցից մարդիկ ասենք թե սարսափելի վազ գան, ինչի մասն է խոսքը, կագոյ ինչ-որ մի բանի մասին է խոսքը, այո, դա նշան է նա, որ արեք, որ մենք, ասենք թե ինչ-որ ձևով, եթե նրանք պատժամիջոցներ են կիրառում, մենք էլ նրանց հետ այս կտրվածքով հարաբերություններ չենք ունենում, բայց եթե հանգարց դա ուզենա մեր համար այդպես վտանգ ներկայացնի, ոչ թե միայն մենք կմտածենք, այլ նաև ես ուզում եմ մտածեմ, որ Եվրասիական տնտեսական միությունը, եթե չասենք այդ միությունը այդպես ճոռոմ բառեր, գոնե Ռուսաստանը ունի այդ հնարավորությունը, որ Հայաստանի Հանրապետության նման փոքր երկրին ասենք պահի այնպիսի վիճակում, որ դրանից նորվեգականից ասենք թե չստացավ չզովի, հասկացաք, ինչ։ Եթե դարձանդը առաջարկությամբ կուրում է ոնքեր, իհարկե, այդ դուք լավ եք ասում։ Մենք համաձայնվեցինք սահման չեմ կարծում, որ սենց մեծ սպաղեն ունի։ Այո, այն է, հա։ Դա մեզ հնարավորություն տալիս է հետագայում մենք առաջարկություն անենք, որ մենք մենք հանքեր վերաբերություն ես չի բարնգի։ Իհարկե, ինչի՞ չէ։ Օրինակ ինչ ենք մենք թերահավատորեն ու հեգնանքով նայում այդ երևույթներին։ Այո, լավ պարտիոն եղել։ Հասկանում եք, սա արեք մի պատկերացրեք, որ երկու ընկեր են, ուրեմն անկեղծ են, ուրեմն երկու կողմից էլ անկեղծությունը միշտ հաղթանակում է, բայց եթե այս մեկը կասկածում են նրա, ասենք, մոտեցումների մեջ, արդեն ինքն էլ է կասկածամիտ դառնում, այդ թվայցիալ փոքր սաղմոններից է սկսում ամեն ինչը։ Պատկերացրեցիք ինչ եմ ասում։ Սաղմոն, հիմա տեսեք, ես ձեր անունը ոնց էր։ Տիգրան ջան, ասում եմ, խոշոր առումով Ռուսաստանը լավն է, Ռուսաստանը վատն է, հլսի, քո երկրի էլի լավ մարդը, թե վատ մարդը 3 միլիոնը գնացել է մի կերպ յոլա է հետում, քանի որ մենք չունենք այդքան մեծ հնարավորություն։ Հիմի մենք ինչա Զապադը երկու ման հետ մեզ աշխատավարձ է, ասում ենք Ռուսաստանը կեղտոտ է, Ռուսաստանը վատ է, դու փլզվի, հասկանում ես, արա քո 3 միլիոնը ընդեղ է գտնվում։ Հիմի Ռուսաստանն էլ նստում մտածում է, դուգիններ կլինեն, մյուսներ կլինեն, ասում է, սրբություն չկա։ Հələ տեսեք էլի, ձեր ինչ գործն է, ուզում եմ ասեմ, հələ տեսեք, մենք, ես չեմ ասում եմ, մենք պետք է որոշակի դիվանագիտություն, կուլտուրա, մեկ էլ պետք է բան ունենանք, վստահություններ շնչենք դիմացին։ Մենք կարող է պատահի մեր մի, այսպես ասած, միջև անգամ չմտածված ձևով, լսում ես, չմտածված ձևով մի հատ բան դուրս տանք, որը վտանգավոր լինի մեր ազգի համար։ Մասնավորապես տեսեք,
մեր Վարդան Ղուկասյանը, չէ, ասում է ավելի լավ է, կարդացիք, չէ, ասում է ավելի լավ է մուսուլմանները քասնե գեյ։ Հլտիս վիկալը ինչի դա մտամ։ Արա մուսուլման աշխարհի ամենաբարձր կրոնն է, դու ինչ ո՞նց ես համատուն նրանց հետ։ Այսինքն հիմի ինած ականջին որ ընկավ այդ բանը, չէ, գժվիներ էսան։ Ախր ոչ թե մենակ իր նկատմամբ են գժվում։ Այդ գժվին ամբողջ մեր ազգի վրա։